Ջրառատ գյուղում ատրճանակի գործադրմամբ միջադեպից մեկ օր անց դեռ քրեական գործ հարուցված չէ։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ժամանակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը Լեռնիկ Երանոսյանն իր ատրճանակով օդ է կրակել։ Աղվան Հովսեփյանի գլխավորած կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ Լեռնիկ Երանոսյանը երեկվա միջադեպից հետո գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդերով դիմել է բժշկի ու հայտարարել, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում։ Նույն օրը կեսօրին Երանոսյանի հայրենի գյուղում հանրահավաք էր անցկացրել Սեյրան Օհանյանի դաշինքը։ Պաշտպանության նախկին նախարարն այսօր Ազատության հետ զրույցում պնդեց, որ փորձ է արվել իր համակիրների վրա ճնշում գործադրել։ Բուն միջադեպի պատճառը մեր հանրահավաքում գտնվող մարդկանց թույլ չտալն է, որ մասնակցեն եւ վիրավորնելն է, հայհոյանք տալն է։ Իսկ հայհոյանք տվողին Հայաստանում ինչ են անում։ Պատժում են։ Կռվից հետո նաև փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցների հմուտ գործողություններով այդ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին։ Մինչդեռ ոստիկանությունը 3 բերման ենթարկեց եւ մինչեւ ուշ գիշեր բաժնում պահեց Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ջրառատցի համակիրներին։ Լեռնիկ Երանոսյանը քննչական կոմիտեի փոխանցմամբ հաղորդում եւ բացատրություն է տվել։ Նա հիշեցնենք հուլիսին Սարիթաղում ոստիկանության գործողությունից հետո հեռացվեց իրավապահ համակարգից։ 3 գիշեր Ջրառատ գյուղ է գնացել նաև Սեյրան Օհանյանը։ Հիմա իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում այսպես աշխատում են եւ իրենց ես խնդրել եմ եւ հորդորել, որ այդպես չի կարելի եւ երբ տեղի ունենում միջադեպ միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում։ Ասել եմ հավասարաչափ բոլորին կտանեք, թե չէ ասենք մենք այլ միջոցների կդիմենք։ Էջմիածնի հարակից Ջրառատ գյուղում այսօր լռություն էր, տեղացիները միաբերան պնդում էին, որ ոչինչ չեն տեսել, կրակոցի ձայն չեն լսել։ Ասում են կրակոց է հնչել։ Տեղեկություն չունեմ, ապա չեմ կարող։ Իսկ մասնակցել եք Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի հավաքին։ Դու ժողովն եղել եմ։ Շատ էին մարդաշատեր։ Կային էլ ես։ Հանրապետականներն են շատ գյուղում, թե ընդդիմադիրները։ Չգիտեմ, ես դες բանից հեռու եմ, ես չեմ անում։ Դուք լսել եք ինչ միջադեպ է տեղի ունեցել։ Ասում են 6 հոգի ձեր գյուղացիներից բերման են ենթարկվել։ Գիտեք ովքեր են։ Չէ։ Բուզենես բանկա։ 6 հոգու տարին խոպարչ։ Լուրերով էլ չեք լսել, ձեր գյուղում է եղել։ Չէ։ 6 հոգի ասում են բերման ենթարկված կա։ Նաև Լևոն Երանոսյանի եղբայրն է վնասվածք ունի, այս գյուղից է, չէ՞ ինքը։ Հա, այս գյուղից է, բայց տեղեկություն չունենք։ Ընդդիմադիրներ շատ կան գյուղում, գիտեք։ Խաբար չենք դες բաներից։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը հայտարարում է, որ գյուղապետ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդի իշխող հանրապետական կուսակցության անդամ Սամվել Գալստյանն է հրահրել միջադեպը։ Մեր այցելության պահին նա գյուղում չէր, աշխատակազմի քարտուղար ՀՀԿ-ական Նարինե Առաքելյանը նույնպես պնդում էր, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Չեմ, եթե ես չեմ մասնակցել, հողամասում գործ է անում, ես ինչ իմանամ ոնց է սկսվել, խի է սկսվել։ Տեղյակ չեմ ոչ մի բանից։ Ունի համակիրներ ընդդիմադիր դաշինքը այստեղ գյուղում։ Երևի ունեցել է, որ հավաքվել են մարդիկ։ Երևի ունեցել է։ Դուք նավոր համարում եք, որ գյուղապետը սադրեր այդպիսի Դժվար, դժվար։ Դուր ունեք գյուղում ծեծի ենթարկված մարդիկ կամ բռնություններ ենթարկված։ Տեղյակ չեմ։ Չեք ճանաչում, չգիտեք ովքեր են։ Ճանաչում եմ, բայց տեղյակ չեմ, ծեծվել են թե չեն ծեծվել։ Այդ բերման ենթարկվածներին գիտեք ովքեր են։ Դե ես գյուղի բոլոր բնակիչներին եմ ճանաչում, բայց ես իրանց էլ չեմ տեսել, որ հետաքրքրվեմ, իմանամ ինչի համար են ծեծվել, խեն ծեծվել։ Ընդդիմադիրներ են, հա, իրենք։ Ընդդիմադիր ո՞րն է, բոլորն էլ գյուղի տղերք են։ Այս գյուղում Լևոն Երանոսյանը ազդեցություն ունի։ Դե կունենա, բա գեներալը անցած ճանապարհ ունի, ո՞նց չունենա իր ազդեցությունը։ Դուք լուր ունեք, որ նրա եղբայրն էլ է վնասվածք ստացել։ Ճիշտն ասած էլի տեղյակ չեմ։ Սեյրան Օհանյանն այս վիճաբանության հեղինակներին հորդորեց քարոզարշավը չտեղափոխել բակային ասֆալտի մակարդակի։ Բարեկիրթ ձևով, քաղաքակիրթ ձևով վերջ տալ դրան, հավատալ, որ ընտրությունների միջոցով կարելի է հասնել փոփոխությունների, այնպես անել, որ այդ չագուճն էլ մեղքն էլ հավասարաչափ ողջ ժողովրդի համար օգտագործվի։ Իդեպ քննչական կոմիտեի հաղորդմամբ վնասվածք է ստացել նաև Միքայել Բաբոյանը։ Առայժմ հայտնի չէ, արդյոք նա ընդդիմադիրների համակիրներից է։